Ես դերասան աֆերիստ եմ։ Հաշում ենք բոլորս։ Լավ բան ասիր։ Ինքն էլ լավ է, Սոֆա։ Ինչպես դերասան ու ակտիվիստը դարձավ քաղաքապետ, հեռացվեց սեփական թիմից ու հիմա էլ պայքարում է վարչապետի պաշտոնի համար։ Հայկ Մարությանը ծնվել է 1976-ին Երևանում։ Սովորել Պոլիտեխնիկական համալսարանում։ Ուսանող տարիներին խաղացել ուրախների եւ հնարամիտների ակումբում։ Ես որ ձեր տեղը լինեի, ինձ կընտրեի, բայց լավա ձեր տեղը չեմ։ Մինչև քաղաքականություն մտնելը Մարությանը զբաղվում էր դերասանությամբ, պրոդյուսերությամբ, ռեժիսուրայով, նաև ակտիվ մասնակցում քաղաքացիական շարժումներին։ 2013-ին նա սեփական մեքենայով անվճար տեղափոխում էր քաղաքացիներին պայքարելով տրանսպորտի թանկացման դեմ։ Մարությանը մասնակցել է նաև Մաշտոցի պուրակում կրպակներ կառուցելու դեմ ակցիաներին, հոսանքի թանկացման դեմ կազմակերպված Էլեկտրիկ Երևան շարժմանը։ 2018-ին Մարությանը միացավ Նիկոլ Փաշինյանին։ Նույն տարում քաղաքացիական պայմանագրի ցուցակով ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Քայլ երկրորդ, մաքրելու ենք։ Քաղաքապետի պաշտոնում Մարությանը մնաց 3 տարի։ 2021-ին Իմ քայլը խմբակցությունը անվստահություն հայտնեց Մարությանին, հեռացնելով նրան պաշտոնից։ Մարությանը մինչև 2020-ի պատերազմը ՔՊԻ-ից հեռանալու դիմում էր գրել, մեղադրելով իշխանություններին հեղափոխական արժեքներից շեղվելու, պետական միջոցներով պարգևավճարների, շքեղ ծախսերի եւ կոռուպցիայի մեջ։ Բայց Մարությանի քաղաքական ուղին այսքանով չավարտվեց։ 2023-ին Հայկ Մարությանը կրկին քաղաքապետի թեկնածու էր, բայց այս անգամ ազգային առաջընթաց կուսակցության կողմից։ Կուսակցությունը հաղթահարեց անցողիկ շեմը, մտավ ավականի։ Մարությանն էլ դարձավ ավականու անդամ, բայց 2024-ի փետրվարին ավականին Մարությանին զրկեց մանդատից։ Ոչ 150 դրամին ակցիայից 12 տարի անց Մարությանը կրկին փողոցում է, նույն պահանջով, առավելագույնը 100 դրամ։ 2024-ին Մարությանը հիմնեց Նոր ուժ կուսակցությունը, ու հիմա նախկին քաղաքապետը պայքարում է վարչապետի պաշտոնի համար։ Մարությանը սոցիալական հարթակներում սարկաստիկ անդրադարձներ է կատարում իր նախկին գործընկերների եւ վարչապետի մասնակցությամբ տեսանյութերին։ Ինչ եք կարծում, ժողովուրդը երկրի ղեկը կվստահի նախկին քաղաքապետին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Բաժանորդագրվեք հետքին, որ կարևորի մասին առաջինը իմանաք։